Եվ որ շատ կարևորում եմ նաև մարմնական տագնապի նշանները, այլ դեպրեսիայի և տագնապի ժամանակ շատ հնարավոր է ունենանք այդ վախի նոպան, այսպես ասած, սրտխփոցի դրսևորումով հիմնականում, ինչը չկա վիտամին D-ի անբավարարության ժամանակ։ Եվ որ ամենակարևորն է, վերջ-վերջո կարող ենք անալիզանցնել և հասկանալ ինչ է սա։ Բնականաբար վերջնական ախտորոշումը պետք է դնի հոգեթերապևտը, որովհետև այն ամեն ինչը, որ ասացի, շատ քիչ է դեպրեսիան տագնապը ախտորոշելու համար, դա մոտավորապես ժամ ու կես պացիենտի հետ խոսում ես, նոր պարզ է դառնում։ Եվ հետևաբար հարգելիներս, եթե ունեք կասկած վիտամին D-ի անբավարարությունը ձեզ մոտ թե նևրոզ, անպայման դիմեք մասնագետի։ Եթե դուք կցանկանաք ինձ մոտ խորհրդատվություն անցնել, կարող եք գրել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի հետ, ես անցկացնում եմ հոգեթերապևտիկ խորհրդատվություն, կարող ենք միասին բավականին պրոդուկտիվ աշխատել հարգելիներս։